44 օրում Ադրբեջանը չէր ախտել, որտեղ քաղաքական ղեկավարության դրած խնդիրը ռազմական ղեկավարությունը կյանքի չէր կոչել։ Հիմա ինչպես եղավ, որ Արցախը հայաթափվեց։ 21 թվական, ընդ որում այդ ստատուս քվոյի պահպանման համար 4 եռակողմ հայտարարություն ստորագրվեց հայտնի նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո 21 թվական եւս 3 եռակողմ, որով ի դեպ ամրագրվում էր եւ Միջանցքի ռուսական վերահսկողությունը, ամրագրվում էր եւ Արցախում արցախցիների, Արցախում ապրող մեր քույրերի եղբայրների ֆիզիկապես այդտեղ լինելը, ինքնապաշտպանական նաեւ հնարավորություններ ունենալ եւ այլն։ Սա ամրագրվել է նոյեմբերի 9-ում եւ դրանից հետո եւս 3 փաստաթուղթ եղել։ Հիմա ինչ է արվում, որպեսզի Արցախը հանձնվի։ Ի դեպ ասեմ, առաջին 44 օրը ինքը պատերազմ էր։ Բայց պետք է այնպես արվեր, որ Ադրբեջանի հաջորդ ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ չորակվեր որպես պատերազմ։ Եվ ինչ քայլեր են արվում։ 21-ի նոյեմբերից մինչև 22 թվականի հոկտեմբեր Հայաստանի օրվա իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցում են այլ միջնորդով։ Դա եվրոպական միջնորդությունն է, Բրյուսել եւ վերջին արդյունքում 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում Մակրոնի եւ Շարլ Միշելի ներկայությամբ փաստացի Փաշինյանը համաձայնում որ Արցախը Ադրբեջանի մասը։ Եվ դրանից հետո փաստացի Ադրբեջանը սկսում է շրջափակումը հոկտեմբերի 6-ից հետո դեկտեմբերի 2-ին Շուշիի մոտ առաջին շրջափակումն է անում։ Հետո դեկտեմբերի 12-ին ավելի մեծ է շրջափակման։ 23-ի առաջին 3-4 ամիսները շրջափակումը ուժեղացնում է, միաժամանակ նաև ռուսական կողմին փորձում է սադրել եւ դուրս դնել Բերձորի կամ Լաչինի Միջանցքից իրենց ներկայությամբ, այո, բայց ամեն ինչ ակնհայտ էր, որ այդ շրջափակման իմաստը ռազմական գործողություններ եւ ահա Ալիևը ունենալով հստակ փաստաթուղթ, ըստ որի Արցախը այլևս Ադրբեջանի մաս է եւ հարցի առաջանում դեպքում ինչ գործ ունեն զինված ստորաբաժանումներ, մարդիկ, ռազմական տեխնիկա Ադրբեջանի տարածքում, որոնք ահաբեկիչներ են եւ Ադրբեջանի նախագահի 23 թվականի սեպտեմբեր 10-ին սկսած գործողությունը իր հրամանով հակահաբեկչական գործողություն եւ այդպես էլ Ալիևը բարձրաձայնում է։ Ահավասի 23 թվականի սեպտեմբեր 10-ից 21-22 այդ մի քանի օրվա ընթացքում Արցախը հայաթափվեց։ Այսինքն Փաշինյանը նպաստեց եւ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ արեց քայլեր, որի արդյունքում իրենց համար, իսկ հայկական կողմի համար որպես հետևանք Արցախում մեր հայրենակիցները դուրս եկան։